Փառք ես Տեր։ Այսօր մի զորավոր խոսք ունեմ։ Այ փառաբանության թիմ ջան, Տերը ձեզի շատ օրհնի։ Կարաք նստեք Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Հալելույա։ Մի խոսք ունեմ կարևոր, որ կուզեմ իրար հետ այդ խոսքը քննարկենք։ Ժողովուրդ, ոնց է կարծում, մարդ կա, որ Աստծո թշնամին է։ Կա մարդ, որ ինքը Աստծո թշնամին է։ Կասես, ես չգիտեմ ով, բայց հաստատ ես Աստծո թշնամին չեմ, ամեն։ Ես հաստատ Աստծո թշնամին չեմ, ես Աստծո բարեկամն եմ, Տիրոջ կամքի մեջ եմ, Տիրոջ խոսքի մեջ եմ, բայց քեզ մի կարևոր բան եմ ուզում ասեմ, սիրելիներս։ Շատ ժամանակ ես ինքս, որ Աստվածաշունչը կարդում եմ, շատ ժամանակ հարցեր կա, տեղեր կա, որ ես ինքս ինձ հարց եմ տալիս, ես այս պահին Աստծո բանագից եմ, թե Աստծո թշնամին, եղելա որ դենց հարց տաս քեզ։ Ոայ ես ինչ լավ է, որ դուք դենց հարցեր չեք տալիս, հա։ Ես ինչ լավ է, որ դուք դենց հարցեր չեք տալիս, բայց գիտես, երբ որ Աստվածաշունչը կարդաս, երբ որ Աստծո խոսքը կարդում ես, հասկանում ես, որ եթե դու Տիրոջ կամքի մեջ չես անում այն ինչը որ Աստված քեզի ասել է, անհնազանդ ես, իսկ եթե անհնազանդ ես, հա, հբարդ ես, իսկ եթե հբարդ ես, Աստծո խոսքը ասում է Աստված հբարդներին հագարակ է կենում, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։ Հալելույա։ Ու այսօրվա խոսքը ես վերնագրել եմ Աստծո թշնամի։ Աստծո թշնամի։ Գիտես, մարդիկ հիմնականում, որ մարդկանց հետ խոսում եմ, առաջի բանը, որ իրանցից լսում եմ, միշտ ասում են, Աստված ինձ սենց էլ է սիրում։ Համաձայն եք դրա հետ։ Որ Աստված մարդուն սիրում անենց ոնց որ ինքը կա։ Սերիս, գիտես, ուզում եմ քեզ ասեմ, ես չեմ ուզում ասեմ, Աստծո խոսքը ասում է՝ մի խափնվեք։ Աստծո խոսքը հստակ ասում է՝ մի խափնվեք։ Մենք շատ հաճախ կարանք ինքներս մեզ խափենք, ասենք, Աստված ինձի սենց էլ է սիրում, Աստված ինձի ներում է, բայց եթե գիտեք, Աստված ներող Աստված է, բայց եթե ես ու դու շարունակում ենք գիտակցաբար հարատևել մեղքերի մեջ, ինչ է կարծում, Աստված մեզի ներում է, Աստված մեզի սիրում է, եթե դու գիտակցաբար մտնում ես մեղքի մեջ, չես ուզում դրանից ազատվես։ Աստվածաշունչը ասում է գիտակցաբար մեղքը ներում չունի, չի ներվում։ Ես չեմ ասում, Աստվածաշունչն է ասում։ Հալելույա։ Հակոբոս 4:4-ը տեսեք ինչ է ասում Աստծո խոսքը։ Շնացողներ, չգիտեք, որ աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ, արդ ով որ կարողանա աշխարհին բարեկամ լինի, իր անձը Աստծուն թշնամի կանե։ Դենց է գրված։ Նույն բանն է, չէ՞ գրված, ուրիշ բան չեմ կարդում, ուրիշ տեղից չեմ կարդում։ Տեսեք ինչ ասում. շնացողներ, չգիտեք, որ աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ, արդ ով որ կարող է աշխարհին բարեկամ լինի, իր անձը Աստծուն թշնամի կանե։ Սելիս ոնց ես հասկանում աշխարհին բարեկամ լինել։ Այ ոնց ենք ես ու դու հասկանում աշխարհին բարեկամ լինել։ Հստակ մինչև այդ ասում է, ով որ աշխարհը սիրի, այսինքն մեղքը, մեղավոր կյանքը, շնությունը ինչու՞ չէ, հենց սկզբից ասում է, շնացողներ։ Չգիտեք, որ աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ։ Աստված ինձ էլ է սիրում, Աստված ինձ էլ է սիրում, բայց հենց մի հատ չգիտեմ գայտակղիչ արտակինով աղջիկ են տենում, դառնում են տրանսֆորմերներ, եղբայրները սենց, մենք չէ, դուք չէ, եղբայրներ չան, ուրիշները, մարդիկ, այս սենց գլուխ իրան սենց 365 աստիճան սենց ֆռումա սենց նայում են, ասում են Աստված այս ինչ գեղեցիկ մարմին է ստեղծե։ Բայց ուրիշ բան է, էլի, միտումը ներս ուրիշ բան է։ Ու Աստվածաշունչը ասում է, Հիսուս ասում է, լսել եք, որ ասում է, ով որ մի շնացեք, հա, բայց ասում է, ես ձեզ ասում եմ, եթե նույնիսկ մտքում ցանկանաք, իմ թշնամին եք։ Եթե նույնիսկ մտքում ցանկանաք ուրիշի կնոջը, ինչ որ ուրիշ կնոջ, մտքում ցանկանաք իմ թշնամին եք։ Աշխարհի սերը սիրելիս, թշնամություն Աստծո հանդեպ։ Աշխարհի հետ բարեկամություն անելը թշնամությունը Աստծո դեմ։ Մեր հովիվ գորը նեզ լավ ասում է, եթե որոշել ես մի ոտով Քրիստոսի մեջ եղնես, Աստծո մեջ եղնես, մի ոտով էլ աշխարհում վաղ թե ուշ շպագատ ես իջնելու։ Վաղ թե ուշ շպագատ ես իջնելու, ուրիշ ոչ մի բան չի եղնելու, շպագատ ես իջնելու։
Սիրելիս, գիտես, բայց ցավալի մի հատ բան ասեմ, մարդիկ այդքանը չեն գիտակցում։ Մարդը մտածում է, թե Հիսուսը չէր եկել մեղավորների ու մաքսավորների համար։ Հիսուսին ասում էին մեղավորների ու մաքսավորների ընկեր։ Սիրելիս, Հիսուսը մեղավորների ու մաքսավորների հետ ընկերություն չէր անում։ Հիսուսը եկել էր, որ մեղավորներն ու մաքսավորները փոխվեին, բայց որպեսզի մեղավորներս ու մաքսավորներս արժանի լինեինք Քրիստոսի հետ ընկերություն անելու, պետքա փոխվեինք։ Ամեն, պետքա հրաժարվեինք մեղքերից, որ արժանի լինեինք Քրիստոսի հետ ընկերություն անելու, որ արժանի լինեինք Քրիստոսի հետ հոր ժառանգությունը վայելելու, մտնելու Տիրոջ կամքի մեջ, բայց քանի որ մենք չէ, մարդիկ որոշում են, որ համստեղ լավ եղնի, համընդե լավ եղնի, համստեղ ինձի լավը զգամ, համընդեղ ինձի լավը զգամ, սելիս չի եղնելու դենց բան։ Ու մեկ է չենք էլ հասկանում, չենք է գիտակցում, ոնց ենք դառնում Աստծո թշնամին։ Բայց մի րոպե, ես եկեղեցի գալիս եմ, Տիրոջ մեջ եմ, Տիրոջ տան մեջ եմ, աղոթքներին աղոթում եմ, ամենաբարձրը ես եմ գոռում հալելույա, ձեռներս բարձրացնում եմ, հալելույա, բայց գիտես, ինչ որ մի բան կա, սիրում եմ, էլի, էդի չեմ կարա դրանից ազատվեմ, չգիտեմ, այդ սերը կա, էդի ճիշտ է, Աստծուց չի, դուրս գալիս է, չգիտեմ, բիղծ սայտեր նայելը, սուտ ասելը, գողություն անելը, չեմ կարա, այս թատիկիս վրա չեմ կարա, ինչ որ մի հատ սիրում բան տենում եմ, նույնիսկ կաֆեում մի հատ գեղեցիկ մոխրաման տենամ, պետքա թրծնեմ։ Գիտես, եթե դու էդի սիրում ես, Աստծուն քո համար թշնամի ես դարձնում։ Ամեն, Աստծուն քո համար թշնամի ես դարձնում։ Ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում։ Գիտեք, այս խոսքը խի են վերցրեցել ես, որ ես ու դու ավելի լրջանանք, որ ավելի հասկանանք, թե մեր Տեր Աստված ինձանից ու քեզանից ինչ է ուզում։ Ոչ թե ես եկել եմ եկեղեցի, ես աղոթում եմ դուրս եկա, ես տաքսի եմ քշում, դուրս եմ գալիս, այ մարդ անես մի հատ տաքսի մեքենա է կանգնած ու ես վաղուց երազել եմ, որ իր այդ տաքսի ու զնակի պես, տաքսի ու նշանի պես նշան ունենամ։ Տեր ջան, շնորհակալ եմ, որ ինձ օրհնեցիր։ Ուրիշի մեքենայի վրա այդ տաքսի նշանը վերցնում ես ու ասում ես, Տեր ջան, փառք ես, որ դու ինձ օրհնեցիր։ Դա օրհնություն չի, դա գողություն է ու ավելին ասեմ, թշնամություն Աստծո հետ։ Գիտեք ինչ եմ ես ասում, երբ որ Մոսկվայում էի ու կար ժամանակ, որ ես ինքս տաքսի էի քշում, ու նորմալ է, որ սիրելիս դու աշխատում ես տաքսի ես քշում, դրա մեջ վատ բան չկա։ Ու գիտես, մի օր գնացել ենք տեղ ու իմ մեքենայի վրա տաքսու նշան չկար, չէր դրվում։ Իմ մեքենայի վրա տաքսու նշան չկար ու ես կանգնած եղբայրների հետ խոսում էի, քանի որ իմ մեքենայի կրիշը ոնց է, հա, կրիշը մի խոսքով ապակուց էր, իրան ուրիշ ձև չէր կպնում, պետքա հadouk նշան եղներ, որ իրան կպներ։ Հայերեն այդ բառը չգիտեմ, բայց ռուսերեն պրիսոսկով, այսպես պետքա նշան եղներ։ Ու երբ որ խոսում էինք, մի հատ եղբայր կար, ինքը աշխարհիկ եղբայր է։ Դե որ գնում էինք այդտեղ հավաքվում էինք ու սպասում էինք, թե երբ մեզ պատվեր գալու, մենք իրանց հետ շփվում էինք ու ես իրանց ավետարանում էի, ու այս եղբայրը ասավ, ես քեզ ուզում եմ օրհնեմ։ Ասեմ ինչ օրհնես, ասում է, ես քեզ ուզում եմ տաքսու նշան օրհնեմ, սպասի տեղ չգնաս։ Ասում եմ, հա, լավ, սպասում եմ։ Ու գիտեք ինչ անում, եղբայրը ոտքով գնում է, ուրիշի մեքենային, նույն մեքենայից տենում է, այդ ուրիշի մեքենայի վրայի նշանը բերում է, վերցնում է, բերում տալիս է ինձ, ես չգիտեմ, որ եղբայրը որտեղից է վերցրել ու ոնց է ինձ օրհնում։ Ես էլ ասում եմ, Տեր ջան, շնորհակալ եմ, եղբայր, շնորհակալ եմ։ Հարցրեցի, որտեղից ես վերցրել, կարևոր չի, ախպեր, սա Աստված է քեզի օրհնե։ Որ վերցրեցի ձեռս, հայերեն ոնց ասեմ, որ ավելի պարզյանի ջանս թող ընկավ։ Որ վերցրեցի ձեռս, ջանս թող ընկավ, ասի, եղբայր, գիտես, եթե ինչ-որ մեկի մեքենայի վրայից ես վերցրել, ասա, որովհետև զգացի, որ ինքը նորը չի, ասի, եթե ինչ-որ մեկի մեքենայի վրայից ես վերցրել, ասա, որովհետև չեմ ուզում, Աստծունից թշնամի անեմ։ Ու հենց այդ խոսքի վրա եղբայրը լրջացավ, ասավ, հա, ուրիշի մեքենայի վրայից են վերցրել, ասի, դե տարդիր տեղը, վերջում էլ ներողություն կխնդրես։ Ասա, ոնց, ասի, այդ զնակի տակ որոշակի գումար դիր ու տիր, ասա, ներողություն։ Ու գիտեք հետաքրքիր ինչն էր։ Երբ որ այդ եղբայրը տանում ասում է ներողություն ու գումարով հետա տալիս, ասում է զնակա պետք, ասում է մի վարյան։ Բեռնախցիկից հանում ասում է ան։ Հալելույա։ Աստծուն քեզ թշնամի մի արա։ 5-րդ խոսքը։
Հակոբոս 4:5 կամ թե կարծում եք, թե Սուրբ Գիրքը պարապ տեղն է ասում, նախանձավոր փապակում է հոգու եւ հոգուն, որ բնակված է մեզանում, բայց ավելի շնորհք է տալիս։ Նրա համար ասում եմ, Աստված անբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Աստված անբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Ու գիտես, ուզում եմ հենց այս վկայությունը, որ պատմեցի, հենց այս վկայությունով ասեմ, երբ որ եղբայրը լսեց Աստծո խոսքը, որ իմ շուրթերից լսեց Աստծո խոսքը ու խոնարհվեց, հնազանդվեց, ապաշխարեց, Աստված իրան շնորհք տվեց։ Բացի շնորհք տալուն, հետն էլ օրնեց։ Գիտես, ես էլ իրանից այդ ամեն ինչը չվեկալեցի, որտեվ ինձ պետք չէր։ Իրան էր պետք, ավելի շատ իրան էր պետք, ու գիտես իրան ինչն էր պետք, փրկությունը, որ Աստծո խոսքը լսի ու փոխվի։ Ու գիտեք, շատ հաճախ մենք մարդիկս կարանք մտածենք, հա ինչ եմ անում, որ նորմալ ապրում եմ, ով չի անում, սաղ տեղերն էլ անում են։ Սովետի ժամանակ ով չգողանար, բոլորն է գողանում էին, չգողանաս տուն չես ապրի, չես տուն չես պայի, սելի սդենչ չի, հաստատ դենչ չի։ Աստվածաշունչը լրիվ ուրիշ բան է ասում։ Նոր մեր եղբայրը վկայեց, հա, որը Սատանան ասում էր 10 նոր չդաս, զոհաբերություն չդաս, կակրած մի տարվա մեջ մի հատ այնց մեկենա, ինչը որ ուզում ես կառնես, բայց Աստված հավատարիմ է, Աստված որոշման մարդու Աստված է, Փառք Հիսուսին։ Աստված որոշման մարդու Աստված է։ Ու գիտեք ինչ տեղի ունեցավ, շատ կարճ ժամանակ, եղբայրը մեքենա օրնվեց։ Ու նայում ես, ասում ես, հա բայց ոնց, որովհետև Աստված հավատարիմ մարդու, որոշման մարդու Աստված է, ու պետք չի Աստծուն թշնամի սարքել։ Ամեն, ու երբ որ ես ու դու Աստծո խոսքի մեջ հավատարիմ չենք, ու չգիտես ինչի ուզում ենք, որ Աստված մեզի օրհնի, ուզում եմ քեզ ասեմ, հələ գնա մի հատ Աստծո հետ բարեկամացի, հələ գնա մի հատ հաշտության պայմանագիր կնքի Աստծո հետ, հետո նոր Աստծո օրհնություններ եք սպասես։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Բայց ավելին շնորհք է տալիս, նրա համար ասում եմ, կարտացի ներողություն, արդ հնազանդվեցեք Աստծուն, հակառակ կացեք սատանային և նա կփախչի ձեզանից, մոտեցեք Աստծուն և նա կմոտենա ձեզ, հալելույա, Փառք Հիսուսին, սելիս, որպեսզի Աստված մոտենա քեզ, դու պետք է անձամբ փորձես Աստծուն մոտենաս, ոչ թե ասես, ես տեղ եմ, ես ինչ տեղն եմ, արի իմ հետ բարեկամություն արա։ Չի լինում, Աստված ինձանից ու քեզանից շատ է ուզում, որ մեր բարեկամը լինի, ամեն, ինձանից ու քեզանից շատ է ուզում, որ ես ու դու փոխվենք, ես ու դու փրկվենք, որտեղ Աստծո խոսքը ասում է, Աստված չի ուզում ամբարիշտի կործանումը, Աստված չի ուզում ամբարիշտի կործանումը, բայց ուզում եմ քեզ ասեմ, Աստված սեր է ու կատարյալ արդար է, սելիս ինք իր սիրով, բայց արդարությամբ ամբարիշտներին ուղարկում է դժոխք, ուզես թե չուզես էդի դենց է։ Ու եթե քեզ թվա, մարդկանց, հա մեզ չէ, մարդուն թվա, թե ինքը ոնց ուզի կապրի, քանի որ ինքը մի անգամ Տիրոջը Տեր ու փրկիչ անտուն է կփրկվի, ուզում եմ ասեմ, մի խաբնվեք, չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը, առաջին Կորինթացիս 15:33, հալելույա, շոկա թե ես եմ շոկում, Առաջին Կորինթացիս 15:33 Մի խաբնվեք, չար ընկերակցությունը ապականում է բարի վարկը, մի խաբնվեք, չարի հետ, մեղքի հետ ընկերակցությունը ապականում է բարի վարկը։ Դու հիմա պատկերացրու, ասում են, հələ մի հատ մարդու են տենում, ասում են, հələ նա ինչ տղա է, դու գիտես ինչ տղա է։ Գիտես ինչ տղա է։ Աղոթող, հավատարիմ Աստծուն, ընտանիքին գլխին կանգնած, հավատարիմ իր ընտանիքին, աղոթ կանում, ու մարդիկ ասում են, այդ դել տղա է, հա։ Խիեդի կարա տղա եղնի, տղեն գիտես ինչ տղա է։ Այսօր ընկերներով այս ինչ կաֆեում ենք տժում, այս ինչ սաունայում ենք տժում, այս ինչ չգիտեմ որտեղ ենք տժում, ես իմ ինչերի մեջ էինք։ Ու գիտես, այդ ամեն ինչը որ լսում ես, ու աշխարհը Գիտես ինչ ցուցանիշ է տալիս, ինչ ցուցանիշ է ցույց տալիս, հələ նա ինչ տղա է, հələ նա ինչ կյանքի տղա է, հələ նա ինչ կռուգի տղա է։ Եթե քո կռուգի մեջ Քրիստոս չկա, կռուգդ ոչ մի բան է։ Եթե քո կռուգի մեջ, հալելույա,
Եթե Քրիստոսի կռուգից չես, կներես, որ սենց եմ ասում, ոչ մի բան ես։ Եթե մենք բոլորս Քրիստոսի կռուգից չենք ու իր խոսքով չենք ապրում, ու իր խոսքը իմ ու քո համար հեղինակություն չի, ուրեմն ոչ մի բան ենք։ Գիտես, կյանքում տարբեր տեսակ հեղինակություններ կարաս լսես, սենց հələ նա ինչ տղա է, ինչ կյանքով ապրում, բայց ստեղ Աստված սենց հետաքրքիր բան ասում է, լսի, Կարեն ջան, մի խափնվի։ Չար ընկերակցությունը ապագանում է բարի վարկը։ Հələ նա ինչ կյանքով ապրում, հələ տեսեք, կամ այս քուրիկը տես ինչ կյանքով ապրում, հələ նայեք ինչ ձևային ապրում, մի խափնվեք, չար ընկերակցությունը ապագանում է բարի վարկը։ Սելիս, ես ինչը որ ասում եմ, ես ինքս իմ համար ստանում եմ, հասկանում եմ ինչի մասին է, ու ես վստահ եմ, որ այս խոսքը դու լսում ես Աստված քո հետ, հենց այնտեղ որտեղ որ քո համար դա չար ընկերակցություն է, դու հենց ինքդ հիմա հասկանում ես, թե Աստված ինչ է քեզ ուզում ասի։ Թե որ ընկերության մասին է ուզում ասի։ Հալելույա։ Հալելույա։ 10-րդ խոսքը Հակոբոս 4:10 Ինչ է գրած։ Խոնարհվեցեք Տիրոջ առաջին եւ նա կբարձրացնե ձեզ։ Ոնց։ Խոնարհվեցեք Տիրոջ առաջին եւ նա կբարձրացնի ձեզ։ Գիտես ոնց ես խոնարհվում։ Գալիս ասում ես Տեր, ինչ արե չեմ արել։ Խնդրում եմ ների, սխալվել եմ, շեղվել եմ, մեղավոր եմ, ների։ Այ որ ինձ ներես, այ որ ես հիմա խոստովանում եմ քեզ, ու դու լսում ես, ու դու ինձ ներում ես, ես դառնում եմ քո բարեկամը, բայց ես ուզում եմ քո բարեկամը դառնամ։ Բայց երբ որ մարդը թաքցնում է սիրելիս, չի ուզում խոսա, չի ուզում խոստովանի, ինքը չի կարող Աստծուն բարեկամ դառնա։ Ինքը չի կարող Տիրոջ հետ մտերմություն անի։ Ինքը միշտ Աստծո թշնամին է։ Ու առանց հասկանալու, առանց գիտակցելու, որ ինքը մարդը դառնում է Աստծո թշնամին։ Չանելով Տիրոջ խոսքը։ Տեսեք Աստծո խոսքը ինչ է ասում։ Առակաց 15:29 Հերու է Տերը ամբարիշտից, բայց լսում է արդարի աղոթքը։ Հերու է Տերը ամբարիշտից, բայց լսում է արդարի աղոթքը։ Տերը ամբարիշտից հերու է, սիրելիս, բայց արդարի աղոթքը լսում է։ Սաղմոսներում Սաղմոս 119-ի ոնց որ այդ Սաղմոս 119-ի կարծեմ 155 Փրկությունը հերու է ամբարիշտիցը, որովհետև քո հրամանները չեն խնդրում։ Գիտես, հետաքրքիր է, ու կարդում ես ու Աստված հետաքրքիր ձևով, հրաշք ձևով խոսում է, Սաղմոսների մեջ խոսում է, փրկությունը հերու է ամբարիշտիցը։ Գիտես, երբ որ մարդը ամբարիշտ է, ամբարիշտ գիտես ինչ է նշանակում, անհաշտ, Աստծո հետ չհաշտված մարդ։ Հələ բարի շատ չի, հա, մեր խոսքերով ասած, հələ չի բարիշ է։ Այդ մարդու համար փրկությունը հերու է։ Նման մարդկանց համար փրկությունը հերու է, որտեղ Աստծո խոսքը ասում է, իրանք չեն կատարում, իրանք չեն անում, քո հրամանները չեն խնդրում։ Չեն խնդրում, Տեր, խոսա իմ կյանքի համար, որ ես փոխվեմ։ Չէ, իրանք ձեռ է տալիս, իրանք ոնց ասես ապրեն։ Իրանք նման ձեռ է տալիս։ Իրանց այդ ապրելու ձևը ձեռ է տալիս։ Մի ոտով ստեղ եմ, մի ոտով աշխարհում եմ ինձի լավ զգում, մի ոտով ստեղ եմ ինձի լավ զգում, որտեղ պետքա հավատացյալ եմ, որտեղ պետքա քրիստոնյա եմ, որտեղ էլ պետքա աշխարհիկ եմ։ Ցերեկը տաքսի եմ քշում, գիշերը գողական եմ։ Հալելույա։ Բայց մեր Աստված ուրիշ ձև է ասում։ Մեր Աստված լրիվ ուրիշ ձև է ասում։ Աշխարհի հետ ընկերակցություն ես անում,
Չես էլ գիտակցում, որ իմ հետ արդեն թշնամություն ես անում։ Հիսուս, բայց դու չէ որ մեղավորների ու մաքսավորների ընկեր էիր։ Կարող ես ինչ-որ մի բան չեմ հասկանում։ Դե լավ է, վերցրել եմ Աստվածաշնչից մի հատ հատված, Քրիստոսին ասում էին մեղավորների ու մաքսավորների ընկեր։ Ով էր ասում։ Իմ ու քո նման մեղավոր ու մաքսավոր մարդիկ, փարիսեցիներ, մարդն էր ասում, ինքը մեղավորների ու մաքսավորների ընկեր է։ Բայց իրականությունը գիտես ինչն էր։ Ինքը չէր եկել մեղավորների ու մաքսավորների հետ ընկերություն անելու, եկել էր մեղավորներին ու մաքսավորներին փրկելու։ Դու ստեղ ես։ Քրիստոսը եկել էր մեղավորներին ու մաքսավորներին փրկելու, ոչ թե իրանց հետ ընկերություն անելու։ Պատկերացրեք սրբությունը թողած կամ մեղավորների ու մաքսավորների հետ ընկերություն անի։ Չէ, նպատակը մեղավորներիս, մաքսավորներիս փրկելն է։ Ու երբ որ մենք մեզ ասում ենք մեկը Աստված ինձ սենց էլ ասիրում, որպես մեղավոր ու որպես մաքսավոր, մենք ինքներս մեզ խաբում ենք։ Սիրելի համացանցով դիտող, եթե կասես Աստված ինձ սենց էլ ասիրում ու շարունակում ես մեղքի մեջ մնալ, ասեմ երկնքում չենք հանդիպի։ Աստված ասում է մի խաբնվի, եղբայր։ Չար ընկերակցությունը աբականում է բարեվախտը։ Բա ինչ անեմ։ Մի եղբոր հետ եմ խոսում։ Ուրիշ կյանքով ապրող։ Հովիվ ջան, բա ինչ անեմ։ Ինչ անեմ։ Ընկերներս են։ Ընկերներս, իմ ընկերները։ Սելիս ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Ես իմ ամենաառաջի քարոզը, որ ես կազմել եմ ու քարոզել եմ, վերնագիրը սենց էր, լավագույն ընկեր։ Ես իմ կյանքի համար, ու ընդհանրապես ամենայն պատասխանատվություն եմ ասում, պատասխանատվությունով եմ ասում, դու էլ հաստատ չես գտնի Քրիստոսի նման ընկեր։ Ասում ես, ընկերոջ համար իրա կյանքը կտա։ Ասում ես, ընկերոջդ համար կյանքը կտաս, հա կտան, որտեղ դու գիտես ինքը ինչ տղա է։ Բայց ուզում եմ ասեմ, ես իրան չէի ճանաչում, Քրիստոսին չէի ճանաչում, չգիտեին ով է, բայց 2000 տարի առաջ ասել է ես իմ կյանքը Կարենի տեղը տալիս եմ։ Դեմ ասա, իրա նման ընկեր ունես թե չէ։ Ասա ով անգերը ասեմ ով ես դու։ Ուզում ես խոսքը վերցնես, հետը չգիտեմ ուրիշ ձև չեմ խոսում, ուզում եմ ճիշտ հասկանաս, որ տուն-տունիկ խաղալու ժամանակը անցել է, ու Աստծուն թշնամի սարքելու ժամանակը անցել է։ Էլ ժամանակ չկա Աստծո հետ թշնամություն անելու, նեղացած եմ, ինչի BMW ուզեցի չտվիր։ Հալելույա։ Հռոմեացիս 5:8 Բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ։ Կարաս ասես, հայտնեց իր սերը դեպի մեզ։ Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, որ երբ որ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեր համար մեռավ։ Երբ որ ես ու դու մեղավոր էինք, Քրիստոսը իմ ու քո փոխարեն, իմ ու քո համար մեռավ։ Ապա որքան ավելի հիմա, որ արտարացանք նրա արյունով կփրկվենք նրա բարկությունից, ում բարկությունից կփրկվենք։ Աստծո բարկությունից կփրկվենք, գիտես ինչի, որովհետև Քրիստոսի արյունով փրկվեցինք։ Որովհետև թե որ դեռ թշնամի էինք, Աստծո հետ հաշտվեցանք նրա որդու մահով։ Որքան ավելի որ հաշտված ենք, կապրենք նրանով։
Գիտեք ինչ ասում։ Այն ժամանակ ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում։ Այն ժամանակ, որ հələ աշխարհի համար չէինք մեռե, աշխարհի բարկերով ու վարկերով էինք ապրում, աշխարհի ցանկություններով էինք ապրում, ինչ ուզում անում էինք, Աստծուն թշնամի էինք։ Ուշադիրես, Աստծուն թշնամի էինք, բայց երբ որ Քրիստոսը իմ ու քո համար մեռավ, ու ես ու դու Քրիստոսի արյունով փրկվեցինք, մաքրվեցինք, հավատալով, որ Քրիստոսն է Աստված, իրան որպես Տեր ու Փրկիչ ընդունեցինք, գիտեք ինչ է ասում։ Բրձանք Աստծո բարկությունից, Աստծո բարկությունից բրձանք, ու տեսեք ինչ հետաքրքիր բան է ասում։ Որքան ավելի որ հաշտված ենք, կապրենք նրանով, ինչքան ավելի Աստծո հետ մտերիմ եղնենք, ինչքան ավելի մտերիմ եղնենք, Աստծով կապրենք, Տիրոջ կամքով, Տիրոջ կյանքով կապրենք, եթե ավելի մտերիմ եղնենք։ Թե ես մի հատ Տեր ու Փրկիչ ընդունել եմ, դրանով սահմանափակվել։ Տեսեք, եւ ոչ միայն ասեք, այլ Աստծով էլ բարձենում ենք։ Այսքան չենք ասում, այսքանով չենք վերջացնում։ Աստծով բարձենում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, որի համար հաշտություն ընդունեցինք, փառք Հիսուսին։ Հալելույա։ Բայց ես ուրիշ ձև եմ պատկերացնում։ Ես ուրիշ ձև գիտեի, ես ուրիշ ձև եմ մտածում։ Ես գիտեի ոնց ուզեմ կապրեմ, Տերը ինձ կների։ Ես գիտեի ինչ ուզեմ անեմ, Աստված ինձ ներելու է։ Ես գիտեի ուր ուզեմ գնամ, ինչ ուզեմ անեմ, Աստված ինձ ներելու է։ Ոնց որ կինս է ինձ ներում, դենց էլ Աստված է ինձ ներում։ Սիրելիս, 1, 2, 3 Հալելույա։ Բայց ես չէ որ Հիսուսին ասել եմ դու իմ Տերն ու իմ Փրկիչն ես։ Չէ որ ասել եմ Տեր դու իմ Տերն ու իմ Փրկիչն ես։ Մեկ է Տերը ասում է, գիտես, ես ժամանակին ասել եմ, որ այս ժողովուրդը ինձ իր շուրթերով է պաշտում, բայց իր սիրտը ինձանից չոգա։ Իր սիրտը ինձանից հեռացած է։ Իր սիրտը իմ սրտի հետ բարի շատ չի։ Ինձանից հեռացած է, ինձանից նեղված է, իմ հետ չունի, անբարիշտ է։ Ու Աստված ասում է, ես հեռու եմ անբարիշտներից։ Ես անբարիշտներից հեռու եմ։ Անբարիշտ մարդկանց հետ գործ չունեմ։ Որ կարդում ես հստակ բառ առ բառ գրած է։ Հեռու է Տերը անբարիշտիցը, բայց լսում է արդարների աղոթքը։ Տեր ներիր ինձ մեղավորիս։ Այսօր շատերիս համար, գիտես, թող այս խոսքը ռուսերեն լավ անջում, ռեստարտի խոսք եղնի։ Որ զանգում ես հեռախոսով, ամենավերջի խոսքն ասում ես, ադբո ես տալի, նստում ես մեքենան, սկսում ես փառաբանել, երկրպագել, փառաբանությունով ու երկրպագությունով գնում ես, բայց մի 5 րոպե առաջ ինչ ասես ասում էիր հեռախոսով, ինչ որ մեկին։ Հետո սենց երկրպագում ես, չի գնում, մի բան այն չի ստացվում։ Մեկը հասկանում ես, որ Աստծո հետ սկսեցիր թշնամություն անել։ Մադերի արանքով ենք, այսինքն մադերի արանքով ենք, Աստծո խոսքին, հոգևոր կյանքին սենց մադերի արանքով ենք նայում։ Բայց ուզում ենք այսինքն լայն օրհնություններ ունենանք ու կանգնում ենք Տեր, Աբրահամի օրհնություններն եմ ուզում։ Բաց երկնքի պատուհանները թող այդ օրհնությունները ին վրա թափվեն։ Եկե երկնքից կարող է ձայն լսես, Աբրահամի անցածի 5%-ն եմ ուզում, որ անցնես, կարաս անցնես,
Չէ, Աբրահամի ճանապարհը չանցնեմ, բայց օրհնությունները ուզում եմ։ Չի եղնում այդպես։ Կերնի իմ համար ընդեղ մի հատ լավ տեղ էլ երկնքում մի հատ լավ VIP սենյակ եղնի։ Ես տեղ ոնց ուզում ապրեմ, երկնքում VIP-ում բնակվեմ, չի եղնի դենց, սիրելիս։ Չի եղնի։ Չի լինի։ Մի խապնվեք։ Ինչ կցանենք, այն էլ կհնձենք։ Աստված երբեք չի ծաղրվում։ Մենք չենք կարա տուն-տունի խաղանք Աստծո հետ։ Մենք չենք կարա անենք ինչ ուզում ենք, ու հետո սպասենք, որ Աստված էսա ինձ ու քեզ օրնելու է։ Չի եղնում այդպես։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Հալելույա։ Հիսուս մի եղբայր մոտենում է հովիվին, մի հովիվի։ Եկեղեցու ծառայող եղբայր։ Մոտենում է հովին ու սկսում է բոլորից բողոքելը։ Բոլորից սկսում է բողոքելը։ Եկեղեցում էս է կատարվում, եկեղեցում սենց է կատարվում, բոլորից բողոքում է։ Սաղից բողոքում է։ Ով ասում է, այս բաժակ ջուրը վեկալ, իչի դալիջի էս մի շարկով իչի, գնա են մի շարկով արի, բայց հանգարց ջրիկ ջուրը չթապես։ Եղավ հովիվ ջան։ Եղբայրը ջուրը վերցրած, սենց գնում, հանգարց չթապելի, բերում տալիս ասում է չթապեցի։ Այսինքն չթապեցի։ Ով ասում է, որ այդենց ուշք ու միտքդ երկինքի վրա եղնի, չես թապի։ Սելս ուզում եմ քեզ ասեմ, որ այս սենց երկնքից կբաց հավատարիմ անցնես, վերջում գիտես ինչ ես ասելու, մեկը կար գիտես ինչ ուժեղ բան ասավ, պրոստը ուղղակի ցնցվում եմ իր ասածից, ասավ ընթացքս անցա, հավատքս բայեցի, գնում եմ պսակիս հետևից։ Ընթացքս անցա, հավատքս բայեցի, հիմա գնում եմ պսակիս հետևից, գնում եմ վերցնելու, բայց գիտես ով էր, նա ով որ մի ժամանակ որոշել էր Աստծուն թշնամի եղներ։ Պողոս Առաքյալը, գիտես չէ, մի ժամանակ առանց հասկանալու, առանց գիտակցելու, մտածելով որ ինքը ճիշտ է ապրում, ճիշտ է անում, առանց հասկանալու դարել էր Աստծո թշնամին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի թշնամին, բայց երբ որ դարձի եկավ, գիտես ինչ արեց։ Փոխվավ։ Հերիք չի ինքը փոխվավ։ Հետնել են մարդկանց, ում որ հալածում էր, դարավ համ Քրիստոսի, համ այդ մարդու բարեկամ։ Հովջան ուր որ գնաս, ինձի հետդ տար, ուր գնաս, շատ եմ լսել, զանգի կողքդ կայնած եմ, հետդ կգամ, ուր գնաս, ուր որ գնաս, հետդ կգամ։ Ես չգիտեմ, մարդ ուղղակի երկում է, թե իրականում դենց ցանկություն ունի։ Երկնքի հետ մտերմություն երա, երկնքի հետ, Քրիստոսի հետ մտերմություն արա, իմ հետ կարաս մտերմություն չանես։ Քրիստոսի հետ մոտիկություն արա, մտերմություն արա, դարի երկնքի բարեկամը, Քրիստոսի բարեկամը, որ ոչ մենակ այդ քանով սահմանափակվես, այսօր խոսքը ասում է, որ հələ չէին սահմանափակում, հələ մի հատ էլ Աստծո անունով, Աստծով պարծենում էին։ Որ ոչ թե սենց ամաչես ասես, իմ Աստված գիտես ինչ արե, այդքանով չենք վերջանում, ասում է իմ Աստված գիտես իմ համար ինչ արե, ուրեմն մի ժամանակ ամբարիշտ էի, Տերը ներեց, Քրիստոսի վերքերով բժշկվեցի, Քրիստոսի արյունով փրկվեցի, Աստված դարավ իմ բարեկամը, Տերը դարավ իմ բարեկամը, ու Աստված ասում է, Աստծո խոսքը ասում է, Աստված, որ ամբարիշտի աղոթքը չէր լսում, արտարի աղոթքը լսում է, ամեն, Աստված հեռու է ամբարիշտից, ասում է այն ժամանակ ամբարիշտ էի, չէի հասկանում իմ հետ ինչ կատարվավ, բայց երբ որ Քրիստոսի արյունով արտարացա, Տերը լսեց իմ աղոթքները, Տերը լսեց իմ աղոթքները, ես գիտեի պետք է գողություն անելով ընտանիքը սպայեմ։ Մի եղբայր ասում է, ահագին ժամանակ առաջ մի եղբայր ասավ, Հովջան, ում ասեմ չասեմ, քեզի չեմ կարա ասեմ, քեզի չեմ կարա չասեմ, ասի ասա ինչ է եղել։
Սեզոնին որ մի երկու կոպեկ ավել չթրցնեմ, չեմ ապրի։ Գիտես ինչ դժվար է, սեզոնով եմ ապրում։ Այս սեզոնին մի երկու կոպեկ առնեմ, մի երկու կոպեկ էսենց կողքից վերցնեմ, որ ձմեռը յոլա գնամ։ Ասեմ, գիտես որ Աստծո օրհնությունները սեզոնով չի։ Աստծո օրհնությունները սեզոնով չի։ Հələ հարցրեք Աստծո օրհնվածներին։ Աստծո օրհնությունները սեզոնով չի, սիրելիս։ Ասում եմ, մի կես ժամով տնից հելա, կնոջս ասեսա մի կես ժամից գալիս եմ, դուրս եկա, բռնվա, այդ գործի տերը ասավ, այս անգամ ներում եմ, բայց հաջորդ անգամ ձեռիցս չես բրձնի։ Դենց հովիվ ջան Աստված ինձ բայց ասի գործի տերը ավելի հավատացյալ է, քան դու, որտեվ ներելու շնորհք ունի Տերիցը տված։ Բայց դու կես ժամով դուրս ես եկել, չէիր կարա այդ կես ժամը մտնեիր, աղոթքի սենյակ ասեիր, Տեր, խնդրում եմ էլի։ Դու տենում ես ինչ իրավիճակի մեջ եմ անցնում։ Ես չեմ ուզում իմ արարքով քեզի թշնամի դառնամ։ Ես խնդրում եմ, որպես քո բարեկամ, ոնց որ Աստծո խոսքն է ասում։ Մովսեսը գիտես ինչ էր ասում ժողովրդի համար։ Ասում էր, որ ծովը անցկացրել է, կարմիր ծովը անցկացրել է, բայց ժողովուրդը չգիտես, sense մի հատ այնքան վատ էին իրան սպայում, այնքան անշնորհք էին իրան սպայում, որ ուզեցավ ջնջի, ուզեցավ վերացնի, բայց Մովսես ասավ, Տեր, հանկարծ ես եգիպտացիները չասեն էլի իրանց Աստված չէր կարա իրանց օրներ դրա համար վարի տվեց։ Թող տենան որ դու ամենակարող ու զորավոր Աստված ես։ Թեկուզ այդ այնց համոզիչ աղոթքով գնաս ասես Տեր, ես խնդրում եմ էլի, խնդրում եմ, սաղ իմ բարեկամները ասում են, բա ուր է քո Աստված։ Ցույց տուր թող տենան որ իմ Աստված կենտանի է։ Ու մեկ է դուրս ես գալիս ու մեր եղբոր նման ավտոմեքենա Գիտեք հետաքրքիր ինչներ, ես այդ վկայությունը գիտեմ, իմ համար, որ մարդը օրհնվում է, կարող եմ մի քիչ ուրիշ ձև հասկանաք, բայց իմ համար դա նորմալ է, իմ համար նորմալ է, որ Աստծո մարդը օրհնվում է, բայց իմ համար, գիտեք ինչներ ուրախություն, որ իրա ծնողների արտասունքը, իրա հոր արտասունքը ես որ տեսա, եղբոր հոր արտասունքը որ տեսա, ասում է, դու պատկերացնում ես, ինձ ասում, որ մենք շփվում ենք, ասում է Աստված իմ տղու մեքենայա օրն է։ Ասեմ Աստծո հետ բարեկամություն անում, գիտի ում հետ ընկերություն անի։ Գիտի ում հետ ընկերություն անի։ Ամեն։ Իմացի ում հետ ընկերություն անես, սիրելիս։ Չար ընկերակցություն մի արա, բարի վարքը տաբականելու է։ Չար ընկերակցություն մի արա, Աստծուն հակառակ մի կայնի, Աստծո հետ բարիշի, Աստծո հետ ընկերություն արա, բարիշի, որ դառնաս Տիրոջ բարեկամը, չես է պատկերացնում կյանքդ ոնց կփոխվի, որ դառնաս Քրիստոսի բարեկամը, չես է պատկերացնում թե Աստված ինչ գերբնական բան կանի քո կյանքում, ու մեկ է կանցնես, մի ընթացք կանցնես, չես էլ հասկանա, չես էլ պատկերացնի թե Աստված ոնց քեզի անցկացրեց, ու թվում է թե դու անցնելու տարբերակ չունեիր, չգիտես ինչի մտածում ես եսի վերջն է, վсё, վերջ, ստեղի սրանով վերջանում է, բայց Աստված գիտես ինչ է ասում, չի վերջանում, շարունակելի է, ու ասում է, գիտես ինչ կա, Գուրգեն ջան, իմ հետ վերջ չկա, սկիզբն ու վերջը ես եմ, բայց իմ հետ միայն հավիտենականություն, փառք Հիսուսի, հալելույա։ Արի ոտի կանգնենք։ Քրիստոսի հետ դեպի հավիտենականություն, ամեն, դու օրհնված ես, դու ինչ-որ բան ստացար, հալելույա։ Ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ
նման եկեղեցի չի եղել ու նման եկեղեցում ինքը առաջի անգամ է։ Եթե այստեղ ես ձեր բարձրացրու ողջունեն քեզ։ Եթե ընդհանրապես Տերը ձեզ շատ օրհնի, Աստված օրհնի ձեզ։ Հալելույա։ Տերը ձեզի շատ օրհնի։ Ես կխնդրեմ գաք առաջ, մենք իրար հետ մի հատ աղոթք կանենք։ Ամեն։ Ես այստեղից կիջնեմ, իրար հետ մի աղոթք կանենք։ Ժողովուրդ, արեք։ Գիտեք ինչ հետաքրքիր է։ Անկեղծ եմ ասում, երկինքը վկա ու ասում եմ Տեր նվեր եմ ուզում այսօր, որ մարդը գա ապաշխարի, եղբոր հետ ծանոթանում եմ, ասում եմ հանտ ինչ ասում եմ նվեր։ Փառք Հիսուսին, հալելույա։ Աստված հումորով Աստված է, ամեն։ Փառք Հիսուսին, այսինքն ուրախացնող Աստված է։ Տերը ձեզի շատ օրհնի։ Հիմա մի հատ աղոթք եմ ուզում իրար հետ անենք, ապաշխարության աղոթք է։ Ես ասեմ, դուք իմ հետևից կրկնեք, հա։ Այստեղ գտնվողներս բոլորս էլ այդ աղոթքը արել ենք։ Սա կոչվում է հաշտության ու ապաշխարության աղոթք։ Ես ասեմ, դուք իմ հետևից կրկնեք, լավ։ Ասա երկնային Արքա, ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկար այս աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա, խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար, ինձ մեղքերից ազատելու համար։ Խնդրում եմ ներես ինձ, մաքրես ինձ եւ մկրտես ինձ քո Սուրբ Հոգով։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։